ստացված ու այդպես գրկախ առնվելով դուրս էին գալիս։ Ես ինքս որպես կերպար կարծում եմ, որ կոնֆլիկտային անձնավորություն չեմ, դրա մասին կփաստեն բոլոր այն մարդիկ, ովքեր որ ինձ ճանաչում են, բայց կյանքում կա իրավիճակներ, որ դու որպես քրիստոնյա, որպես հոգևորական նաև քո խոսքը ուղղակի պարտավոր ես ասել եւ չլռել, որովհետեւ հոգևորականը ինքը նաև ինչ որ կերպով հենց ուսուցիչն է, հենց առաջնորդն է իր համայնքի եւ եթե հոգևորականը չունի, հա, ուրեմն ճշմարտությունը բարձրաձայնելու հնարավորություն, խոսք ազատություն կամ կարողություն, ապա իր համայնքին ինչպես կարող է ուղղորդել, որ ազատության համար պայքարեն կամ ճշմարտության համար պայքարեն։ Այնպես որ այս ամեն ինչը որ ստեղծվել է, հավատացեք, ես մեր հանրությանն էլ ուզում եմ տեղեկացնել, որ բավականին երկար ժամանակ աղոթել եմ այս ամենի համար, որ այս ամենը տեղի չունենա, չկատարվի, բայց ինչքան որ այս բաժակը թույլ տվեք ասել ինձանից հեռացնում էի, այնքան այն ավելի շատ էր մոտենում։ Եվ հիմա ունենք այն, ինչ որ ունենք։ Ձեր թույլտվությամբ, եթե կարելի է մի քանի հարց տամ, ես կցանկանայի որպես բարձ քրիստոնյա, որը որ կարծեմ դուք հաղորդ եք հասկանաք, որ ծանր ապրումներ ունենք, ինչքան էլ որ դուք փորձում եք դրական մնալ, խնդիր չի, բայց բնականաբար հասկանում եք, որ առաքելական սուտ եկեղեցու հետևորդներս անորոշության հետևանքով ծանր ապրումների մեջ կարող ենք լինել եւ ես էլ ապրումներ ունեմ, բայց հետաքրքիր է, որ նման իրավիճակներում է հնարավորություն առաջանում հոգեվոր հարցեր իսկապես քննարկել, ինչը ցավալի է, գուցե հոգեվոր հարցեր պետք է մեր հասարակությունը անընդհատ քննարկի, օրինակ ձեր բարձրացած հարցերը ինձ շատ են հետաքրքրել տարիների ընթացքում, անկեղծ կլինեմ ձեր հետ, ես նույն ինչ որ դուք զգացել եք, ինքս երկար տարիներ հեռվից հետևելով, անգամ մկրտված չլինելով, համակարծիք եմ եղել մեծ մասամբ, բայց հետաքրքիր է, որ մկրտությունից հետո ինչ որ բան փոխվել է, եթե թույլ տաք մի քանի հարցով փորձեմ հասկանալ ձեր տեսակետը, օրինակ դուք ասում եք, որ օրինակ դառնանք ձեր կարգալույց անելու հանգամանքին, որ ասում եք այն մարդիկ, ովքեր կարգալույց անելու որոշում են կայացրել, նրանց բարոյական նկարագիրը չի համապատասխանում նման որոշում կայացնողների, ճիշտ եմ չէ հասկացել ձեր տեսակետը, նման որոշում կայացնելու կոպիտ ասած լեգիտիմություն իրենք չեն կարող ունենալ, հաշվի առնելով իրենց բարոյական նկարագիրը, եւ դրա համար դուք համարում եք, որ դուք շարունակում եք մնալ քահանա։ Ես ճիշտ եմ հասկացել։ Տեսեք, նրանց բարոյական նկարագրի վերաբերյալ ես այլ մասերով, այլ մարդկանց կյանքում թե իրենք ինչ միջամտություններ են ունեցել, նրանց հոգևոր կյանքը ինչպես են խաթարել կամ վերականգնել, այդ մասով որևէ բան շատ չեմ ուզենա խոսել եւ ասել կամ առհասարակ կլռեմ, ես կխոսեմ ավելի շատ իմ հետ կապված հարցերով, իսկ այն անարդարությունը, որ գործվել է իմ անձի շուրջ, անձի հետ կապված եւ այդ ամենը ունի իր պատասխանատուները, ուրեմն ես իմ վերլուծությունները եւ դատողությունները հիմնականում անում եմ իմ դեպքերի հետ պայմանավորված գործընթացներով։ Իսկ այն գործընթացները, որ տեղի են ունեցել, ոչ միայն միջև կարգալուծությունը, այլ դրանից առաջ եղած, տարի եւ ավել այս գործընթացները, process-ները, դրանք այո, ինձ հուշում են, որ այն մարդիկ, ովքեր որ բանը բերեցին եւ հասցրեցին այս կետին, իրենք ուղղակի չունեն հոգեվոր կյանք եւ այս իմաստով չունեն ներողամտություն, չունեն հայրական, այսպես ասեմ, թույլ տվեք ասել բնազդներ, որովհետեւ մի բան իմ մտքին եկավ, միտք ասում է ճշմարիտ որդիությունը պայմանավորված է նաեւ ճշմարիտ հայրությամբ, հա, այնպես որ հավատացեք, եթե մենք տեսնեինք հայրություն, միանշանակ որդի կլինեինք։ Այսինքն ձեր գնահատականը այն է, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդությունը իր առաքելությունից այս պահին շեղված է, այդ հանգամանքի ուժով է, որ ձեր նկատմամբ իրականացված որոշումը անարդար է եւ ուժ չունի։ Մի հետաքրքիր խոսք կա, ասում է գյուղ չկա, որ շուն չլինի, չէ՞։ Բոլոր համակարգերում էլ, ասպարեզներում էլ կան մարդիկ, ովքեր որ իրենց խոստմանը, իրենց ուխտին, իրենց երդումին, այսպես համապատասխան են գործում, Աստծո հետ հարաբերություններում փորձում են ավելի պարզ եւ շիտակ լինել, բայց եւ նաեւ չկան համակարգեր,
որտեղ որ նաև հակառակ մտածողությունը ունեցող մարդիկ չլինեն, այնպես որ երբ որ մենք կկոծկենք մեղքը, մենք նաև այն մտածումները կունենանք, որ անհնար է, որ այս մարդը մեղք գործած լինի։ Ես չեմ ուզում, որ մենք մեղքին անուններ տանք։ Ես ուզում եմ, որ մենք ավելի շատ խոսենք մեղքից։ Իսկ այնտեղ, որ տեղ կա մեղք, այնտեղ արդեն կա Աստծո բացակայություն։ Իսկ այնտեղ, որտեղ որ կա Աստծո բացակայություն, այնտեղ կա քաոս։ Տեսեք, քաոս է ստեղծված, չէ՞։ Դուք հիմա կարող եք, չէ՞, վերագրել այս ամենը մոտավորապես համեմատել քաոսի հետ։ Իսկ քաոսի մեջ Աստծո ներկայություն չկա։ Հետևաբար ես, տեսեք, որ չփորձեմ այլևս բարդ բառերով խոսել, բարդ նախադասություններ ձևակերպել, ասեմ, այս ամենը բարձ ցույց է տալիս, որ մեր եկեղեցու մեջ ներողամտության ոգի չկա եւ մենք Աստծո հոգով չենք գործում։ Սա իհարկե ոչ բոլորի մասին է, բայց այն շրջանակները, ովքեր որ այս ամենի հետ որևէ կապ ունեցել են, իրենք կարող էին այնպես անել, որ բանը այստեղ չհաշվի։ Հենց ձեր ներողություն, հենց այդ ամենակարևոր բանը ասեցիք իմ համար, ինչի համար եւ ես ուզում եի ձեզ մոտենալ եւ հարցեր տալ, շնորհակալ եմ, որ ասեցիք։ Այսինքն դուք ասում եք, որ Աստծով չի գործվում այլևս, եւ այդ որոշումները Աստծով չեն կայացվել։ Եվ ինձ այդ հարցը հետաքրքրում էր արդյոք Աստծով է կայացվել թե ոչ եւ ինքս ինձ հարց էի տալիս օրինակ որ ասում ենք հայաստանյաց առաքելական կաթողիկ է եւ սուրբ եկեղեցի մենք նկարագրություն ենք տալիս չէ կաթողիկ է համընդհանուր առաքելական առաքյալների կողմից հիմնված եւ ասում ենք սուրբ եւ հարց է առաջանում Քրիստոսը ինքը նախ Քրիստոսն է այս հիմնել էս եկեղեցին, մարդը չի հիմնել, Աստված ինքն է հիմնել մեր եկեղեցին եւ դա եւ ինքը երբ որ հիմնել է, ինքը գիտի որ իր առաքյալներին ինչ որ տարիներ հետո իր հետ կանչելու է, այսինքն կանչելու է երկինք եւ առաքյալները այս երկրից հեռանալու են, չեն լինելու։ Առաքյալներից հետո եկեղեցին գլխավորողներ են ունենալու եւ այդ գլխավորողները բոլորն էլ մենք 132 կաթողիկոս ենք ունեցել, բոլորն էլ մեղքեր են ունենալու, մարդիկ են լինելու, մեղավոր են լինելու, բայց առաքելական եկեղեցին չի դադարելու սուրբ լինելուց։ Հիմա հարցը հետևյալն է. ինչպես կարող է մեղավոր մարդկանց համախումբը շարունակել մնալ սուրբ։ Եվ այդ հարցի պատասխանը հենց այս օրերին հետաքրքիր համընկնմամբ Նիկեայի տիեզերաժողովի 1700-ամյակն է եւ այդ տիեզերաժողովում այդ հարցի պատասխանը տրված է որ ինչու է մեր հիմա ձեզ հարց տամ ինչու է սուրբ մեր եկեղեցին ի հեճուկս այն բանի որ նրա կառավարող 132 կաթողիկոսներն էլ լիքը մեղքեր ունեցել ինչու է սուրբ այնուամենայնիվ ինչու իր սրբությունը հարցականի տակ չի դրվում այդ հարցը ձեզ կուզենայի պատասխան իմանալ իհարկե շատ բավականին երկար խոսեցիք որոնց մեջ նաև շատ հարցեր ծնվեց իմ մեջ տեսեք երբ որ դուք ասում եք առաքյալներ ուզում եմ նաև ասել որ նրանք աշակերտներ էին աշակերտներ էին, Քրիստոսի աշակերտներ էին, ովքեր գնացին աշակերտելու նաև սովորեցնելու մարդկանց։ Այ Մատթեոսի ավետարանում Քրիստոս հետաքրքիր ուրեմն առաքելության է ուղարկում, ասում է գնացեք, քարոզեք, աշակերտեցեք, որ պահեն իմ պատվիրանները։ Ուրեմն այստեղ է մեխը եկեղեցու առաքելության։ Գնալը, քարոզելը, աշակերտելը, Աստծո արքայությունը։ Այս իմաստով եկեք չմոռանանք, որ առաքյալների մեջ եւս խժդժություններ կային։ Եթե կարդաք, օրինակ Մարկոս ավետարանիչներ Պետրոսից նեղացած ինչ որ վիճակների մեջ էին, իրենք էլ իրենց մեջ անհասկացություններ ունեին, այսպես վիճակներ ունեին, բայց երբ որ դուք ասում եք առաքելական եկեղեցի, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ սա ոչ միայն անուն է, այլ նաև առաքելություն։ Ես այդ առաքելականի մասը ներողություն էլի։ Սրբին կանադառնա։ Սա առաքելություն է։ Okay, սրբին կանադառնամ, թույլ տվեք վերջացնեմ։ Ուրեմն երբ որ մենք ասում ենք հայ առաքելական սուրբ եկեղեցի, սրբությունը այս անվանը կսազի այն ժամանակ, երբ որ մենք ունենանք առաքյալների մտքերը, երազանքները եւ ցանկությունները, ինչ անելու իրագործելու Քրիստոսի ցանկությունը։ Այն է աշակերտել, քարոզել։ Ուրեմն սուրբ է դառնում, երբ որ առաքյալների ոգին, որը Քրիստոսի տված ոգին էր,
իր մեջ ուներ։ Եթե այդ ոգին գործեր, իմ մասով կասեմ ես, մնացածների մասով իրավունք չունեմ ասելու։ Քրիստոսի ոգին գործեր այս հարցի մեջ։ Դուք հիմա ձեր անցավ գլուխը ցավի տակ չեք դնելու։ Այնպես որ ես ձեր հարցին կփորձեմ այսքանով պատասխանել։ Միգուցե դուք ակնկալում եք, որ ես շատ լավ պատասխան աստվածաբանական։ Չէ, շատ լավ պատասխան տվեցիք, եթե կարելի է մի հատ էլ ճշտող հարց։ Մի հատ դուք Նիկեայի տիեզերաժողովը եւ դրան հետեւած Կոնստանտինոպոլսի տիեզերաժողովը ընդունում եք որպես իհարկե ընդունում։ Հիմա Նիկեայի եւ Կոնստանտինոպոլսի տիեզերաժողովներում Այո։ մեր հոգեվոր հայրերը Այո։ մեր հավատամքը սահմանել են եւ սահմանել են այն ձևով, որ մեր եկեղեցու սրբությունը կախված չէ մարդկանցից, որովհետեւ այն Աստծո շնորհ է, Աստծո նվեր է եւ Սուրբ Հոգու միջոցով է, որ այն մաքուր է, ոչ թե կաթողիկոսների կամ եպիսկոպոսների մաքրությունը, որովհետեւ եթե Աստված մեր եկեղեցու սրբությունը եւ մեր եկեղեցու առաքելությունը պայմանավորվեր մարդկանց բարոյական հատկանիշներով, առաքյալների մահվանից հետո միանգամից եկեղեցին կվերանար։ Այնինչ դրա համար այդ տիեզերաժողովում երբ որ սահմանում է հավատքը մեր սրբությունը սահմանվում է գոյաբանորեն, սրբությունը գոյաբանորեն է, ontological անգլերեն, ոչ թե մորալ, ոչ թե բարոյական։ Մարդկանց դասախոսություն կարդացեք, խնդրում։ Ես գալիս եմ հարցին։ Դա նշանակում է, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին սուրբ է, Սուրբ Հոգու շնորհի, որովհետև Սուրբ Հոգին է մաքրում։ Ինչը նշանակում է, ինչից հետևում է, որ անկախ նրանից թե ինչպիսի կերպարներ են եւ ինչքան մեղքեր ունեն մեր կաթողիկոսները եւ եպիսկոպոսները, հայաստանյան առաքելական եկեղեցին Սուրբ եկեղեցի է եւ նրա կառավարումը Աստծո կողմից է կատարվում, Քրիստոսի կողմից հիմնված է, ինչպես ինքը ասում է, դժողքի դարպասները չեն կարող նրան հաղթել եւ հիմա ձեզ հարց եմ տալիս, եթե դուք Նիկեայի եւ Կոնստանտինոպոլսի տիեզերաժողովները ընդունում եք, ինչպես կարող եք հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու սրբությունը պայմանավորվել եպիսկոպոսների կամ կաթողիկոսի հայաստանյան առաքելական եկեղեցու սրբությունը ով է կասկածի տակ առել։ Հետևաբար գալիս ենք երկրորդ հարցին, հաջորդ հարցին, ձեր արդյոք ձեր ուզենաք մի հարցել առաքելական եկեղեցու սրբությունը հիմա արդեն գալիս է առաքյալների ոչ ոք սուրբ լինելը ինստիտուտի սրբությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Ես օրինակ այսպես կներեք, էլի դուք միայն ինձ թվում է, որ ես ուղղակի այսօր դասախոսությանը էսի հարցազրույցի ձևի ոճի մեջ չի մտնում, էլի ընդհանրապես միասին եք հատուկ վերջացնելով մի բան ասեմ, մեր ժամանակը ավարտվեց, պետք է գնանք աղոթքի, իդեպ ձեզ էլ հրավիրում եմ աղոթքի, որ գնանք միասին աղոթք անենք։ Տեսեք, դպրոցը որպես ինստիտուտ լավն է, չէ՞, լավ ինստիտուտ է դպրոցը եւ մեզ դպրոց պետքա, որ մենք գնանք դպրոց, մեր երեխաները գնանք դպրոց, բայց այդ նույն դպրոցում կարող են լինել նաև ուսուցիչներ, որոնք չպետք է լինեն դպրոցում։ Ուսուցիչ բառը, երբ որ մենք լսում ենք, խորքում հասկանում ենք ում հետ գործ ունենք, իր առաքելությունը գիտենք ինչն է, բայց երբ որ դուք կասեք, որ հիմա որևէ մեկ ուսուցիչ դպրոցի մեջ բունտ է արել կամ ինչ-որ բան է խոսել, կարող եք բերել ու ասել, որ դու դպրոցի դեմ ես խոսում։ Դրա մասին դա ուղղակի կեղծ օրակարգ է։ Այսօր ոչ մեկ հայ առաքելական եկեղեցու սրբությունը կասկածի տակ չի դնում, բայց ուրիշ հարց կա։ Եթե որևէ մեկը, թեկուզ այդ եկեղեցու մեջ եղող, կարող է այդ սուրբ եկեղեցու անունը ախարակել, մենք պետք է ունենանք նախանձախնդրություն, մեր եկեղեցու անունը սուրբ եւ մաքուր պահել ոչ միայն մեզ համար, այլ նաեւ աշխարհի համար, որովհետեւ առաքյալներից երկուսը Թադեոսը եւ Բարդողոմեոսը իրենք են հաստատել այս եկեղեցին։ Եվ այս եկեղեցին աշխարհում եղած այլ եկեղեցիներից վատը չէ, պետքա լավը լինի։ Իսկ այդ եկեղեցին պահողը վերջի վերջո մարդն է։ Ոչ, Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին մարդն է։ Գարեգին առաջին երջանկա հիշատակը եղբայրս մի լավ խոսք ունի։ Ասում եմ մարդ է, որ գործե երկիր։ Գիտեք ինչ է նշանակում։ Ասում եմ մարդն է, որ գործում է երկրի վրա աշխարհի մեջ, այսինքն Աստված իր ծրագրերը երկրի մեջ, երկրի վրա իրագործում է
մարդու միջոցով։ Աստված է իրագործում։ Այո, շնորհակալություն ձեր հարցում, այլևս հարցեր չեմ կարող պատասխանել, ոչ մի հարցի այլևս չեմ պատասխանել։ Ձեզովա ձեռնադրել, ո՞ր սրբազանը։ Ո՞ր սրբազանը։